Տարիներ շարունակ Երևանում հանրային տրանսպորտի բարեփոխումները եղել են մշտական քննարկման թեմաներից մեկը։ Հուսահատության գազելներ, անհիմն թանկացումներ, ծանրաբեռնված շարժակազմ, հերթեր եւ կուտակումներ կանգառներում եւ այլ բազմաթիվ մտահոգիչ դրվագներ։ Այսօր կխոսենք Երևանում հանրային տրանսպորտի ոլորտում ներկա վիճակից։ Ինչ է փոխվել եւ դեպի ուր են գնում հանրային տրանսպորտի բարեփոխումները։ Երևանի քաղաքապետարանը այս տարվա սկզբին հանրային տրանսպորտի սակագների թանկացումից հետո խոստացել էր, որ հավելյալ հավաքագրումները թույլ կտան ձեռք բերել նոր շարժակազմ, ավարտել կանգառների կահավորման աշխատանքները, առանձնացված գծեր ստեղծել ավտոբուսների համար, Երևանի մետրոպոլիտենում գույքային եւ տեխնիկական թարմացումներ իրականացնել։ Ինչ եղավ դրանից հետո։ Բազմաթիվ քաղաքացիների ներգրավմամբ տեղի են ունենում կազմակերպված բոյկոտի միջոցառումներ։ Մենք չենք վճարելու ուսանողական նախաձեռնությունից ենք։ Կոչ ենք անում այս անիմն թանկացումների դեմ պայքարել ու բոյկոտել այս սակագները։ Մենք որևէ մեկին հետ ոչ կոնֆլիկտ ունենք, ոչ թշնամանք։ Մենք կոչ ենք անում, որ ոչ մեկ չվճարի ու բոյկոտի այս թանկացող սակագները։ Իսկ քաղաքապետարանը իրավիճակը ներկայացնում էր որպես ոչ շատ մտահոգիչ։ Ինչևէ, կազմակերպված բոյկոտից հետո, երբ տարբեր նախաձեռնություններ այլևս ակտիվ աշխատանքներ չէին տանում բոյկոտ կազմակերպելու ուղղությամբ, հանկարծ քաղաքապետարանից հիշեցին, որ բոյկոտ անող քաղաքացիների պատճառով միլիարդավոր գումարներ չեն հավաքագրվում, եւ դրա համար պետք է գործի տուգանքի մեխանիզմը։ Սպորտից օգտվելու եւ չվճարելու համար պետք է գործի տուգանք։ Երևանի քաղաքապետարանը կամ Երևան քաղաքը միակը չեն աշխարհում, որ ունեն նմանատիպ խնդիր։ Եվ կներեք ամենայն հարգանքով նորից այդ բոյկոտի շղարշի ներքո ուղակի կոծկելը անպատասխանատվությունը ես տենց չեմ ընդունում։ Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշում էր, որ հանրային տրանսպորտի ոլորտում մոտ 2.3 միլիարդի թերհավաքագրում ունեն։ Այսօր մենք արձանագրեցինք, որ այնուամենայնիվ որոշակի թերհավաքագրում ունենք հանրային տրանսպորտի ոլորտում մոտ 2.3 միլիարդ, ճիշտ եմ, չէ՞, ֆիքսում, պարոն Հակոբյան։ Այս իրավիճակում ամենածիծաղելին եւ անսպասելին քաղաքապետի խոսնակի այն հայտարարությունն էր, համաձայն որի խոստացված 45 տրոլեյբուսները ձեռք չեն բերվի, քանի որ տրանսպորտի ոլորտում վճարումների թերհավաքագրում ունեն։ Գումարը որպես այդպեսին չկա եւ հետեւապես այդ 30 նոր տրոլեյբուսները, որը որ պետքա լիներ 45-ի մեջ, արդեն 30-ը դուրս է եկել ցանկից։ Նման տեմպերով եթե շարունակվի հավաքագրումները, չի բացառվում, որ այդ 15 տրոլեյբուսներ Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերի։ Այսինքն այն քաղաքացիները, ովքեր ամեն օր վճարում էին այն հույսով, որ շարժակազմը կավելացվի եւ տրանսպորտի որակը ել ավելի կլավանա, հայտնվեցին անելանելի իրավիճակի մեջ։ Իդեպ, մենք չենք զլացել եւ մի փոքր հաշվարկ ենք արել, թե անիմն թանկացումներից հետո եւ առաջ ինչքան գումար էր հավաքագրվում։ Եվ այսպես, այս տարվա 5 ամիսների արդյունքներով Երևանի քաղաքապետարանը ամսական միջինում հավաքագրել է շուրջ 1 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամ։ Իսկ նախորդ տարվա միջինացված թվերով այն կազմել է մոտ 1 միլիարդ ՀՀ դրամ։ Այսինքն ինչ է ստացվում։ Վարորդների ստվերը վերացնելուց, տրանսպորտի գինը անհիմն թանկացնելուց հետո Երևանի քաղաքապետարանը ընդամենը 200 միլիոն ՀՀ դրամ ավել է հավաքագրում։ Արդյոք դա բավարար կլինի շարժակազմ ձեռք բերելու եւ տրանսպորտային բարեփոխումները շարունակելու համար։ Իհարկե ոչ։ Հետևաբար, Երևանի քաղաքապետարանը առավել լավ կլինի մտածի այլ ոլորտներից, մասնավորապես գույքահարկից, կարմիր գծերից ավել հավաքագրված գումարները ուղղի հանրային տրանսպորտի բարեփոխումներին։ Իսկ բացի այդ, արդյոք մենք ունենք լիովին բարեփոխված տրանսպորտ։ Քաղաքացիները դեռ շարունակում են կանգառներում երկար սպասել։ Իսկ տրանսպորտից օգտվելիս էլ մի կերպ կանգնած երթևեկել օրվա ծանրաբեռնված ժամերին։ Շատերի մոտ տեխնիկական խնդիրներ են լինում, երբ փորձում են վճարել։ Անձրևային տեղումների ժամանակ ավտոբուսները վերածվում են լողավազանի։ Ձյան տեղումների ժամանակ տրանսպորտային համակարգը ուղղակի կաթվածահար է լինում։ Իսկ վալիդատորների աշխատանքի մասին առավել լավ է լռենք։